Վարդանյանի աջակցության ժամանակ, որին ուղղել է մասնակցում, կարծիքը հնչեց, որ հրահանգ կա հատկապես Բակո Սահակյանի և Ռուբեն Վարդանյանի, որը Արցախի պետնախարար է եղել, Մամել Գրիգորյանի խորը եղել է այնտեղ, որովհետև քանի որ 2018-ին Բակո Սահակյանն էր, հետո Ռուբեն Վարդանյանը միացավ նրան, ցուցումներ է որոշակի ստացել Նիկոլ Փաշինյանից եւ կարող են տեղեկություններ հաղորդել եւ փակագծեր բացել։ Դուք տեղյակ եք, ինչ ցուցումներ կարող էին նրանք ստացած լինել այն ժամանակ Նիկոլ Փաշինյանից իշխանության գալուց։ Անկեղծ ասած չեմ կարող մեկնաբանել կամ այս թեմայով անկեղծ ասած որևէ ասելիք չունեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ կամ Հայաստանի իշխանությունը կոնկրետ իրենց երկու անձի նկատմամբ ինչ ցուցումներ կարող է տալ կամ քննարկել Ադրբեջանի Հանրապետության հետ, բայց իմ համար գոնե պարզ է, որ process-ը, որը ընթանում է, ամենասկզբնական հրահանգը ոչ թե Ալիևի հետ կապված է ավելի շատ, տեսեք, ասում են, որ ժամանակին Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, երբ որ եկավ Փաշինյանի իշխանության, Բակո Սահակյանն էր, չէ՞, այդ ընթացքում որոշակի համագործակցություն, որոշակի հրամաններ, հրահանգներ, դիրքորոշում, ռազմավարություն, որոշ բաներ քննարկել են իրար հետ ու ինչ որ բաներ Բակո Սահակյանը գիտի, քննարկվել է նաև բունկերում, որոնք մենք չգիտենք, կարող է դա դառնալ հանրային, սրանից են վախենում այս իշխանությունները, սրա մասնակցում։ Նախ այն ինչ 2010-20 թվականներին քննարկվել է, դա եղել է օրինակ անվտանգության խորհրդերի համատեղ նիստ, եղել է Նիկոլ Փաշինյանի այցեր, եղել է քննարկումներ անվտանգության հետ կապված սպառնալիքների մասով, բունկերի մասով Բակո Սահակյանի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ բունկերում, եթե կա 44-օրյա պատերազմը, ապա այնտեղ որևէ շփում կամ քննարկում չի եղել, ավելին Բակո Սահակյանը, Արգադի Ղուկասյանը, շարք գեներալներ, որոնք այդ պահին չեն եղել ծառայության մեջ, նրանք ոչ միայն այդ բունկերային քննարկման մեջ չեն եղել, այլ առհասարակ որևէ տրամաբանության մեջ process-ի չեն տեղավորվել, այնպես որ այս մասով չեմ կարծում, թե խնդիր կա։ Ինչ վերաբերում է 18-20 ժամանակահատվածին, չեմ կարծում, թե կա այնպիսի խնդիրներ, որոնք Նիկոլ Փաշինյանը փորձել է 18-20 թվականում օգտագործել, չի կարողացել եւ հիմա Ադրբեջանը պետք է օգտագործի։ Այն ժամանակ բավականին շատ հնարավորություն եղել քարոզչական քաղաքական մասով, բավականին ճնշումներ են եղել, ուղղորդված քարոզչություն է եղել, հազար մի բան եղել է եւ հայաստանյան իշխանությունները իրենց վերաբերմունքը այդ քաղաքական եւ քարոզչական մակարդակում 18-20 թվականի ընթացքում իրականացել են։ Մի նրբություն կա, որը նաեւ կարծում եմ արժեր այստեղ նաեւ խոսել, տեսեք, երբ որ մենք խոսում ենք տարբեր դրվագների մասին, հատկապես բանտային, մեր գեյների, ռազմագեյների հետ կապված, նաև մենք պետք է շատ զգույշ լինենք, ոչ թե բանակցությունների նրբանկատության տեսանկյունից, այլ նրա, որ դրանք շատ ծանր են ազդում նաև նրանց ընտանիքի անդամների վրա, կան հանգամանքներ, որոնք մեր համար միգուցե նաև մասնագիտական կամ քաղաքական առաջնահերթություն են վեր հանելու, բայց նրանց ընտանիքների համար դրանք կրկնակի եւ երակի ողբերգություն են, ինչի հետ դեսանթատ առնչվում եմ նաև այս մարդկանց շատերի ընտանիքների հետ կապեր ունենալով նրանց հետ մշտական շփումը ապահովելու ժամանակահատվածում, դրա համար նաև իմ խնդրանքն է, որ այս թեմաներին նաև դուք էլ որոշակի նրբությամբ մոտենաք, չնայած այս ընթացքում որևէ բան իհարկե չի խախտվել, ես նաև ընդհանուր առումով եմ սա հնչեցնում, ամեն դեպքում պետք է նրբանկատությունը պահպանենք։ Պաշտպանության նախնի փոխնախարարը Գագիկ Մելքոնյանը հարց չի առաջանում, եթե մենք ժամանակին իր այդ մտածողությունը ունենայինք, մեր այն հողը, որի վրա ինքը կանգնում է, մենք ունենանք, արդյոք կարողանանք առանց կռվելու ունենալ մեր այն ինչ որ այսօր ունենք։ Գիտեք, երբ որ մարդիկ են հայտարարություն հնչեցնում, որոնք կամ Արցախում առհասարակ չեն եղել կամ առողջություն չեն ունեցել, ես մի քիչ ուրիշ ձևով եմ այդ հայտարարությունները մեկնաբանում, բայց երբ որ թեմայի հետ նմանատիպ եւ այսպիսի շատ այլ հայտարարություն հնչեցնում է մարդ, որ նաև զինվորական կոչում ունեցել բարձրագույն, զինվորական համազգեստ է կրել, զինվորական ծառայություն է իրականացրել նաև Արցախում, գիտեք, իմ մոտ դա ունեց հակասական դրամատուրգներ է առաջացնում։ Գիտեք, այդ մակարդակի որևէ հայտարարություն չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դա գիտեք իմ համար պատվից ցածր էր, էլի այդ կարգի մարդկանց ու նմանատիպ հայտարարությունները մեկնաբանելու։
Պարոն Աբրամյան, կներեք, ասում են ԿՊԱ-կարները ասում են, որ երբ որ որդին խոսեց Ռուբեն Վարդանյանի, դրանից հետո Ռուբեն Վարդանյանին խոշտանգեցին։ Իսկ այս մոտեցման մասին ինչ կասեք, այսինքն իրենք նույնիսկ փորձում են զսպել այս բողոքի ակցիաները ըստ էության, որպեսզի բոլորը լռեն, իրենց նման լինեն։ Հարցում եմ ոչ այնքան դա զսպան է ուղղված, այլ փորձում են իրենց լռությունը հիմնավորեն առայն, որ տեսեք մենք չենք խոսում, որովհետև փորձում ենք խուսափել նմանատիպ իրավիճակներից, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այդ մարդիկ ադրբեջանական գերության մեջ են արդեն 1.5 տարի եւ այն ամեն ինչ որ բարձրաձայնվում է, դրա հիմնական մասը վերաբերում է ոչ թե վերջին 1 կամ 2 շաբաթվա, այլ վերաբերում է այն առաջին օրվանից, երբ որ նրանք մուտք են գործել ադրբեջանական բանտեր եւ այն ինչ որ անում են գերիների ռազմագերիների ընտանիքի անդամները իրենց հայտարարություններով, ողոքի ձայնը բարձրացնելով կամ տարբեր վայրերում կամ միջազգային կառույցների դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելով, դրանք ոչ թե չեն վնասում, ոչ միայն չեն վնասում այդ մարդկանց, այլ դրանք հնարավորություն են մարդկանց իրազեկելու եւ այլ միջազգային տարբեր դերակատարներ եւ կառույցների ուշադրությունը այդ խնդրի վրա կենտրոնացնելու համար։ Մենք ինքներս չենք տվել այդ գործիքները Ադրբեջանի ձեռքը այդպիսի դատավարություններ անեն։ Օրինակ, եթե ճանաչում ենք Ալմաթայի ամենադրով Արցախը Ադրբեջանի մաս, այդ դեպքում 2020-ին Հայաստանը զինուժը ինչ է ուղարկել ոչինչ տարածք։ Նայեք ինչ գործիք ենք տվել Ադրբեջանի ձեռքը եւ իրոք այդ դատավարությունները կարող են շուտ գալ ոչ միայն Հայաստանի, այլև նրա ղեկավարության դեմ, ովքեր այդ բանը եղել են պատերազմի ժամանակ ղեկավար։ Տեսեք, բավականին նուրբ, բարդ եւ շատ սպառանլիքներ վերաբերող թեմա եք բարձրաձայնում, ինչը անընդհատ օդում կախված է։ Ես նաեւ սա նկատի ունեի, երբ որ ասում եի, որ ադրբեջանական այդ կեղծ դատավարությունների միջոցով փորձ է արվում ճակերտավոր հիմնավորում, իրավական հիմնավորում ապահովել Հայաստանի դեմ տարբեր տարիների կախված ոչ այդքան խնդրահարույց կամ ակտուալություն չունեցող այն թեմաներին, որոնք այսօր բերվել է եւ դարել է լուրջ սպառնալիք Հայաստանի Հանրապետության դեմ։ Իհարկե ձեր ասած մի շարք ուղղություններով այսօր էլ ես տեսնում եմ այդ կեղծ դատավարության ընթացքում, թե ինչպես է թեմաներ հասունացվում, էփվում եւ բնականաբար դա Հայաստանի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության անգործության, լռության կամ ոչ արդյունավետ պայքարի պարագայում բնականաբար օգտագործվելու Հայաստանի Հանրապետության դեմ։ Ընդ որում, երբ որ այն օգտագործվի Հայաստանի Հանրապետության դեմ, այս process-ը չի նայելու ով է եղել նախորդ իշխանությունները, ովքեր են գործող իշխանությունները, ովքեր են հաջորդ իշխանությունները, ես պատական չեմ ասում, որ դա process է, որը աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ, եւ դա կարող է իր խորը ազդեցությունը դեռ տասնամյակներով թողել Հայաստանի Հանրապետության նաեւ անվտանգության միջավայրի վրա։ Արդյոք ներքին նաեւ դժգոհությունները չպետք է զարգացնել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ բողոքի ակցիաները այս առումով իրականանում են, բայց շարունակական չեն լինում, հստակ գործողություններով չեն ուղեկցվում կամ մի քանի հոգով են կազմակերպում, այսինքն շարունակական բնույթ կրի այս առումով արդյոք բավարար են քայլերը, որոնք արվում են։ Գիտեք, կան քայլեր, որոնք իրականացվում են եւ միմյանց չեն հակասում, այսինքն այն ինչ որ պետք է աներ պետություն կամ միգուցե ինչ որ պետք է անի հետագայում պետությունը, դրանք չեն կարող հակասության մեջ գտնվել քաղաքացիների ակտիվ քաղաքական կամ քաղաքացիական յուրաքանչյուրը իր հարթություն ունի։ Մեկը փողոցում է, մեկը դիվանագիտական խողովակներով է, մեկը իրականացում է աջակցություն։ Ժամանակ առ ժամանակ է լինում, փոքրաթիվ մարդկանցով, այսինքն միգուցե այսքան մեծ ճնշում լինի եւ այս ամենը կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ նաեւ միջազգային կառույցների մոտ։ Գիտեք, դա կազմակերպման խնդիր է, տարբեր փուլերում, տարբեր նախաձեռնություններով է դա կազմակերպում, այլ բան է, որ իհարկե շատ ավելի լավ կլինի, որ դրանցում մարդկանց մասնակցությունը շատ ավելի մեծ կլինի, դրա էֆեկտն էլ ըստ այդմ շատ ավելի մեծ կլինի։ Կազմակերպչական հարցերը միգուցե քննարկման առանձին քննարկումների դաշտում են, բայց իհարկե դիտարկել է թե ինչ անել, որ այս պայքարը դառնա շատ ավելի ինստիտուցիոնալ եւ սա ոչ միայն մեր հանրության համար միջև վերջ ընկա լինի, որտեղ նույնիսկ մեզանում էլ կան խմբեր, որոնք մի քիչ լավ չեն պատկերացնում, թե սա ինչին է ուղղված, դա երևում է տարբեր մեկնաբանություններից եւ այլն, մի կողմ դնենք այդ ուղղորդված քարոշությունը, որը իրականացվում է, բայց մյուս կողմից է պետք է հասկանալ անդադարձ թե ինչն է շատ ավելի արդյունավետ, որտեղ պետք է աշխատել
աշխատել եւ ինչպես անել, որ բոլոր տագնապ իրենց մեջ ունեցող եւ միանշանակ պատասխանատվություն իրենց մեջ զգացող մեր ակտիվ քաղաքացիները կարողանան խփել նույն մեղքը։